Աշխատակիցներից ոմանք արդեն աշխատանքից ազատման ծանոթագրեր են ստացել։ Այս մասին պատմել են իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանին։ Եթե չվերադառնան աշխատանքի, ապա կազատվեն աշխատանքից։ Հավանաբար այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, որովհետև ընկերությունը մի քանի օր առաջ Facebook-յան էջով աշխատանքի հենց խորհրդատողների աշխատանքի հայտարարություն էր տեղադրել։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ 2026 թվական հունվարի 20 աշխատանքի հրավեր։ Ախթալայի ԼՀԿ Փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում հորատանցողների ստորգետնյա հանքում աշխատելու համար։ Կայուն աշխատանք, մրցունակ աշխատավարձ։ Ինչը խոսում է նրա մասին, որ այս պահի դրությամբ ընկերությունը հակված է երևի թե նոր մարդկանց ընդունել աշխատանքի, քան բավարարել այդ պահանջները։ Կազմակերպված ոչինչ չկա, ոչ էլ նախաձեռնող խումբ կա։ Պարզապես մարդիկ լուր ներկայացնում են իրենց պահանջը։ Ամեն առավոտ 2-3 ժամ բողոքի ակցիա են անում եւ սպասում պատասխանի, ասում է Օլեգ Դուլգարյանը։